Բարեկոտիկին Մուրադյան, ողջույն սիրելի Անի։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ողջույն, շնորհակալ ենք հրավերի համար։ Թեման, որի շուրջ այսօր փորձելու ենք ծավալվել, բավականին հետաքրքիր ու շագրավ, ինչ որտեղ նաև խոցելի է։ Խոսելու են գեղեցկության մասին, խոսելու են գեղեցկության մրցույթների մասին, որը մեզ մոտ կարծես դարձել է մի ինչ-որ անհասկանալի կարծրատիպ, շատերի մոտ անլուրջ է վերաբերմունքը, շատերի մոտ գուցե լուրջ է, շատերն էլ ասում են, որ այդ ամենը այդքան էլ այդպես չէ։ Հիմա փորձելու ենք կոտրել բոլոր կարծրատիպերը ու խոսելու ենք ամենասկզբից։ Տիկին Մուրադյան, Miss Երևան, Հայաստանի գեղեցկուհի եւ բազմաթիվ նախագծեր, որի մեկնարկը տրվեց 2019 թվականից ավելի լուրջ ու ավելի պրոֆեսիոնալ։ Կխնդրեի դուք որպես ամենասկզբի ակունքներում կանգնած մարդ ներկայացնեք ինչպես ծնվեց գաղափարը, ինչպես սկսվեց եւ ուր եք գնում, ուր եք հասել որ կետի, խնդրեմ։ Նախ գաղափարը սկսվեց 19 թվականից հիմնադիր նախագահի Արթուր Վարդապետյանի մտահղացումներ, երկար տարիներ լինելով գեղեցկության, նորաձևության ոլորտում, հասկացանք, որ ոլորտը մեծ բացթողումներ ունի եւ մենք ունենք այդ փորձը եւ հնարավորությունը, որ կարող ենք անցկացնել գեղեցկության մրցույթներ, ցուցադրություններ Եվ հենց 19 թվականից առաջին գեղեցկության մրցույթը եղել է Miss Երևան գեղեցկության մրցույթը, որը շատ հաջողել էր նախագիծը եւ ֆանտաստիկ հնարավորություններով աղջիկները մինչեւ այսօր նրանք ոլորտում են, կայացած մոդելներ են, ինչու՞ չէ գեղեցկության ոլորտների եւ այդ տարվանից սկսած մրցույթը դարձավ ամենամյա մրցույթ։ Իհարկե ընթացքում նաեւ ձեռք բերեցինք Հայաստանի գեղեցկուհի մրցույթի արտոնագիրը Հայաստանում անցկացնելու, իսկ դրանից հետո արդեն մեկնարկեցինք միջազգային մրցույթների փորձը ձեռք բերելով Miss Աշխարհ, Miss Երկրագունդ, Miss Կոսմո աշխարհի top 3-4 մրցույթների արտոնագրերը Հայաստանում անցկացնելու եւ ավելի ծավալվեց ընկերության գործունեությունը։ Շատ լավ, Տիկին Մուրադյան, տեսեք, բազմաթիվ զարգացած երկրներում, թեկուզ զարգացող երկրներում, բազմաթիվ երկրներում այս մրցույթին շատ ավելի լուրջ են վերաբերվում, շատ ավելի լուրջ են, դիտարկում այս ամենը, ու պետությունը սուբսիդավորում է, պետությունը աջակցում է։ Ձեր դեպքում ինչպես է, դուք միայնակ եք հայթայթում միջոցներ, միայնակ եք հաղթահարում, ինչպես է, կա պետություն գործակցություն ձեր կազմակերպության հետ, թե դեռ ոչ։ Գիտեք, այս 7 տարիների ընթացքում շատ մեծ դժվարությունների միջով ենք անցել, փորձել ենք ոլորտը կարգավորել, այդ կարծրատիպերը կոտրել մարդկանց մոտ, մասնակիցների, ինչու՞ չէ նաև, բայց միևնույն է, մինչև պետության աջակցությունը չլինի, մինչև սա չդառնա մշակութային ծրագիր, ոչինչ մեկ ուժով չի կարող լինել, այո, ամեն ինչ արել ենք, փորձում ենք մինչև օրս փոխել որոշ բաներ, աշխատել, ներդրում անել, բայց միայնակ ընկերությունը չի կարող ու հասել ենք նրան, որ նույնիսկ հաշվի են նստում մեզ հետ միջազգային հզոր նախագծերը, միջոցառումները, մրցույթները Եվ ասեմ, որ այս տարի ձեռք ենք բերել շատ հզոր կազմակերպության հետ մեծ պայմանագիր ենք կնքել երկարատև աշխատելու, որը որ կազմակերպում եւ անցկացնում է անգամ միջազգային խոշոր ընկերությունների, մրցույթների, նախագծերի on-line հարթակը քվեարկություններ, այսինքն ամբողջ աշխարհն է այսօհետ հետևելու մեր նախագծերին, այսինքն անցում է կատարել պրոֆեսիոնալ գործիքակազմի, ողջ գործիքակազմը բերել եք ավելի պրոֆեսիոնալ վիճակի։ Եվ դա Հայաստանի համար կարծում եմ շատ լավ հնարավորություն է, որովհետև միջազգային մրցույթներում ներկայանալը Հայաստանի համար նախ եւ առաջ միլիոնավոր, ինչու՞ չէ, ավելի մեծ լսարանից ներկայացնել քո մշակույթը, քո պատմությունը, ասելիք ունենալ, մի մրցույթը բնապահպանական մրցույթ է, մարդասիրական նախագծեր են, բարեգործական նախագծեր են եւ ամբողջ աշխարհին կարող ես քո երկրի խնդիրներից մեսիջ բարձրաձայնել ներկայացնել, իսկ դրա համար պետք է ոչ միայն ընկերության ուժերը, այլ նաեւ աջակցությունը։ Տեսեք, շատ հետաքրքիր մի հարց տվեցի, ես եւ դուք էլ պատասխանեցիք այն ինչ որ հենց պետք էր, ասացիք, որ աղջիկները ոչ միայն ուղղակի արտաքին տեսքով են, այլ նրանք բավականին լուրջ հարթակներում լուրջ հարցերի մասին են բարձրաձայնում, մենք բազմաթիվ անգամներ տեսնում ենք էկոլոգիական խնդիրների մասին, պատերազմների մասին, որ վերջ տանք այս անհեթեթ պատերազմներին, գլոբալ տաքացման, ջրի խնդրի եւ այլն, այսինքն հարցը հետևյալն է, այն աղջիկները, որոնց դուք քաստինգով անցկացնում եք, ինչպիսին են, նրանք պետք է ոչ միայն արտաքին չափանիշները լինեն, այլև ինտելեկտուալ կարողություններ եք հաշվի առնում, այն ինչպես է ձեզ մոտ ընտրությունը տեղի ունենում, մի փոքր ավելի մասնավորեցնեմ հարցը։ Այո, հատկապես միջազգային մրցույթների համար վաղուց արդեն արդիական չէ միայն արտաքին տվյալների, որտեղ դա արդեն մոդելային տվյալների մասին է, իսկ գեղեցկության մրցույթը լրիվ այդ չափանիշներ է պահանջում, լավ անգլերենի իմացություն, լեզուների իմացություն, նախ մասնակիցները
մասնակիցները պետք է որոշակի փորձ ունենան, գործունեություն ծավալած լինեն, բարեգործական ծրագրերի, բնապահպանական ծրագրերի, որոնք որ պահանջված են նման նախագծերում, որոշակի գործունեություն անպայման ծավալեն եւ ինչու՞ չէ նաեւ նախագծից հետո 1 տարի մեզ հետ աշխատելով եւ ոչ միայն, այսինքն ասելիք ունենա մասնակիցը եւ այո, հենց այդպես էլ ընտրվում են մասնակիցները, որոնք մրցունակ լինեն նաեւ միջազգային հարթակի համար, ոչինչով չզիջեն, լինելով փոքր երկիր, նոր ենք այս ասպարեզում, նոր ենք կարողանում, բայց ասեմ ձեզ, որ բավականին ընկերությունը Հայաստանի հանդեպ վերաբերմունքը միջազգային մրցույթների, այո, բավականին փոխվել են, մեզ հետ հաշվի են նստում, մենք կանոններ ենք թելադրում միջազգային մրցույթներում, երբևէ չենք խեղճանում, բայց փորձում ենք նույն կերպ աղջիկներին տրամադրել, որպեսզի չվախենան, չընկճվեն աղջիկները, հաջողված մասնակիցներ ներգրավել նախագծում, ասեմ, որ արդեն երկրորդ տարին է այնքան ենք հաջողվել, որ նույնիսկ Փյուրքից աղջիկներ ունենք ներգրաված, որոնք բավականին մեծ ճանապարհ տարիներով աշխատել են նման նախագծերին, հաջողության հասնելու եւ այլն, դա կարծում եմ, որ դա է մեր հաջողությունը նաեւ, որ ներգրավել մրցունակ աղջիկներ, որոնք իսկապես երկիրը գեղեցիկ նախագծերում կկարողանան այո պատվովներ։ Շատ լավ, Տիկին Մուրադյան, այժմ ավելի կուլիսային թեմաների շուրջ Անիի հետ խոսեմ, Անին Miss Երևան 2023-ի հաղթողն է, տիտղոսակիրն է, մեր շատ սիրելի։ Անի ջան, այն հարցը հենց վերաբերվում է ներքին խոհանոցին, ինչպես են միջոցառումների ժամանակ աղջիկները հուզմունքը գուցե կամ իրանց այդ ամբողջ process-ները ինչպես է անցնում։ Մի փոքր մանրամասներ ներկայացրու կուլիսներից, որովհետև կան աղջիկներ, որոնք այս պահին դիտում են եւ նրանք նույնպես կցանկանան հետագայում մասնակիցը լինել եւ շատերի մոտ էլ կարծիք է տպավորված, այդ ամենը նախապես պայմանավորված է եւ այլն, բացենք փակագծեր, խնդրեմ։ Քանի որ ես ինքս արդեն մի քանի տարի է դասավանդում եմ Miss Երևան ընկերությունում, աշխատում եմ աղջիկների հետ, իմ մասնագիտությունն էլ այստեղ ինձ օգնության է գալիս, բեմում ամեն բան երևում է, արտացոլվում է, նրանք անցնելով այս դասապրոցեսները հղկում են շատ իրենց ունակությունները, կեցվածք, քայլվածք, գիտելիքներ եւ այս ամենը վստահաբար նրանց օգնում է նաեւ մրցույթային իրավիճակից դուրս եւս իրենց մասնագիտություններում նրանք գրանցում են ավելի մեծ հաջողություններ, աղջիկների հետ տարվում է շատ մեծ աշխատանք, դեֆիլե, էթիկայի դպրոց, հաղորդավարական խոսք եւ այլ դասապրոցեսներով, այո, եւ այս ամենը չի կարող ուղղակի ազդեցություն չունենալ նրանց անձի ձևավորման եւ հետագա գործունեության վրա։ Բայց այդուհանդերձ ես կցանկանայի, դա շատ լավ է, որ հա ուղղակի եւ անուղղակի կրթություն են ստանում նաեւ այդ մասով, բայց նաեւ դուք որպես անմիջական մասնակից 23 թվականին դուք եք բեմում քայլել, դուք եք այդ ամբողջ էմոցիաները ձեր վրա կրել։ Այդ մասով ինչպես է անցնում, հա, այդ մի փոքր էմոցիոնալ մասով խոսենք աղջիկների։ Քիչ առաջ դուք եւս խոսեցիք այդ ամենի մասին, հաջող գեղեցկության մրցույթների մասին, սխալ ձևավորում կա։ Սա միայն արտաքին գեղեցկության մասին չէ, այստեղ կարևոր է նաև, որ տվյալ մասնակիցը լինի շատ մրցունակ, հավաքված, պատրաստակամ, իր գիտելիքներով եւ ներկանալու կարողություններով հանդերձ։ Եկեք խոստովանենք, որ հեշտ չէ ներկանալ միջազգային բեմում բազմահազարանոց հանդիսատեսի առջև, դրան գումարվում է նաև ուղիղ միացում աշխարհի տարբեր երկրների համար, իհարկե, եւ այս ամենի համար, այո, նրանք պետք է անցնեն այդ դասապրոցեսները։ Իհարկե լինում են աղջիկների մեջ շատ հարցեր, որոնք այդ ընթացքում նրանց ուղեկցում են, միգուցե այս ամենը արդար է, թե ոչ, այդ կարծրատիպերի մեջ դա էլ է մտնում, բայց գալով Miss Երևան ընկերություն, մասնակցելով մեր շատ տարբեր նախագծերից մեկում, ընթացքում միանշանակ հասկանում են, որ այս ամենը կրում է շատ լուրջ բնույթ, նրանք ծավալում են նաև հետազոտում են այլ ոլորտներ, իրենց ասելիքը ձևավորում են այդ ամենի շուրջ եւ այդքանով կարելի է ասել նրանք բացահայտում են նրանց համար, թե ինչ է ներկայացնում այս ամենը, իհարկե երկար տարիներ է պետք, որ լիարժեք հասկանան, թե ինչի մասին է խոսքը, գիտեք միջազգային մրցույթներում նաև մասնակիցները եւ այն
հաղթող մասնակիցները, ովքեր գրանցում են շատ լուրջ հաջողություններ, մանկուց դեռ այդ ոլորտում են լինում եւ մի քանի ամսում պատրաստել աղջիկներին մի փոքր ավելի բարդ է։ Իհարկե, հեշտ գործ չէ։ Տարիներ է հարկավոր, որպեսզի նրանք ընտելանան ոլորտին եւ լիարժեք տիրապետեն ամեն մանրուքին։ Շատ լավ Անի ջան, եւ ես ամեն դեպքում փորձում եմ կուլիսային թեմաներ, դուք մի փոքր իհարկե շրջանցում եք, բայց այդուհանդերձ հնարավոր է այդ միջավայրում ընկերուհիներ ձեռք բերել, հա, թե բոլորը մրցակիցներ են։ Տեսեք, յուրաքանչյուր մարդու գործունեության մեջ մրցակցությունն ամենուր է եւ կարծում եմ առողջ մրցակցությունը չի խանգարի այդ ամենին։ Ես ինքս պարուհի եմ, անցել եմ այդ մրցակցությունների միջով եւ ունեմ ընկերուհիներ, այստեղ եւս այդ ամենը ձևավորել եմ եւ մրցակցությամբ եւ ընկերություն ձևավորելով։ Ես միշտ ասում եմ, որ այստեղ հարթակ է առողջ մրցակցությունը եւ նույնիսկ հնարավոր է հրաշալի ընկերներ ձեռք բերել ամբողջ կյանքի համար։ Շատ լավ, Անի ջան, շատ հետաքրքիր է։ Տիկին Մուրադյան, նաեւ կցանկանայի խոսեինք շատ կարևոր մի ուղղության կրծեր Miss Երևան, հա, այդ նախագծի մասին 3-ից 17 տարեկան փոքրիկների մասով է։ Արդյոք դժվար չէ փոքրիկներին, որոնք պետք է պարտեզ գնան, պետք է քոլեջ հաճախեն եւ այլն, գալիս են այդտեղ ու զրոյից են սկսում, այսպես ասած, դա էլ է կրթության մի տեսակ։ Այս մասով ինչ կմեկնաբանեք։ Մեր մանկապատանեկան նախագծերը, որոնք տարբեր տարիքային խմբի երեխաների եւ աղջիկների եւ տղաների համար են նախատեսված, միտքը հղացավ այն ժամանակ, երբ որ արդեն միջազգային մրցույթների եւ տեղական գեղեցկության մրցույթների համար, եթե ուզում ես հաջողված կադրեր ունենալ եւ պատրաստել նման մեծ հարթակների համար, պետք է դպրոց, որը վաղ տարիքից պետք է կրթել, դաստիարակել այդ երեխաներին ոլորտին ծանոթացնել, տեղեկացնել, այդ օրվանից է մտահղացում եւ արդեն բավականին երկար տարիներ են նաեւ մանկապատանեկան նախագծերն են ամենահետաքրքիր եւ ամենահաճելի աշխատանքը հենց մանկապատանեկան նախագծերին է։ Ու նաեւ բարդ, ես կասեի։ Բարդ է, երեխաների հետ երբեք բարդ չէ։ Իհարկե հիմա ֆորմատը փոխվել է նախագծի, բոլոր երեխաները ստանում են տիտղոսներ, թագեր, որևէ մեկը առանց տիտղոսի, այո, ինքը փառատոնային բնույթ ունի, շատ հետաքրքիր է, ընթացիկ տաղանդի փուլեր ենք անցկացնում, բացահայտում ենք նոր դեմքեր, տաղանդներ, շատ հետաքրքիր ֆորմատով է անցկացվում, հենց այս պահին կրծեր Հայաստանի գեղեցկուհի նախագծի ընդունելությունն է եւ 3-4 ամիսների ընթացքում երեխաները պրոֆեսիոնալ կրթություն են ստանում, գեղեցիկ քայլվածք, պարային դասընթացներ, ճկունություն, գեղեցիկ խոսել, նախ տարրական հիգիենայից, էթիկայից սկսած դասընթացներ են անցկացվում, որպեսզի երեխաները վաղ տարիքից անկախ ամեն ինչից նրանք կմասնակցեն հետագայում գեղեցկության մրցույթների թե ոչ, բայց դա մնայուն արժեք է իրենց համար, դա կիրառում են իրենց դպրոցում, հետագայում ուսանող, այո, մենք ունենք արդեն աղջիկներ, որոնք որ արդեն վաղ տարիքից մասնակցել են, երկար տարիներ է անցել ու արդեն ավագ սերնդի մրցույթի են մասնակցում, դա մեր ամենամեծ ձեռքբերումներից է, որ արդեն մեր կրծեր մասնակիցները հիմա բարդ նախագծերի կարող են լիարժեք պատրաստված մասնակցել։ Շատ լավ, Տիկին Մուրադյան, ինձ հուշում եմ, որ մեր եթերային ժամանակը մոտենում է, ես կցանկանայի, որ փորձենք ամփոփել այդ ձեր ամենակարևոր մեսիջը, թեկուզ այն մարդկանց, որոնք պատրաստ են աջակցել, թեկուզ պետության բարձրաստիճան պաշտոնյաներին, հա, որն է, որ գան մասնակցեն, գան աջակցեն, գան ավելի հանրայնացնեն եւ ավելի առողջ պրիզմայով դիտարկեն, որ սա իսկապես մշակութային հետագա գիծ կարող է լինել, ինչու ոչ, եւ զբոսաշրջության մասով, եւ տնտեսական մասով, եւ այլն, ձեր մեսիջը։ Մեսիջը ուղղակի պետք է համագործակցել։ Ցանկացած ոլորտում, եթե ուզում ես հաջողել, հաջողված լինել, հատկապես միջազգային հարթակներում համատեղ աշխատանքներով միայն կարող ես, միայնակ չես կարող, ինչքան էլ ընկերությունը, օրինակ այս տարի մեր ֆորմատը փոխվել է եւ Fashion Point ընկերության հետ ենք համատեղ իրականացնում ծրագրերը, փորձելու ենք ամեն ինչ անել միջազգային հարթակում հաջողելու համար, իհարկե բանակցում ենք նաև պետության հետ, փորձում ենք ճիշտ ներկայացնել, որտեղ նաև պետությունը պետք է տեղեկացված լինի, ինչ է սպասվում, ինչ անելիքներ ունի ծրագիրը, բավականին մեծ ծրագրեր են առջևում, կբարձրաձայնենք նաև, բայց համենայն դեպս ոլորտը կարգավորելու մեծ խնդիր կա եւ ճիշտ է, առողջ մրցակցությունը լավ բան է ոլորտում, բայց նաեւ պետությունը պետք է կարգավորի ոլորտը, որպեսզի ամեն ոք չկարողանա նմանատիպ նախագծեր անել, որտեղ դա վարկաբեկում է ոլորտը եւ ամբողջ աշխարհն է դրան հետևում, իսկ սովորական մարդկանց իրենք պարտավոր չեն իմանալ, որ նախագիծն է ճիշտ անցկացնում, որը ոչ, հանրությանը թյուրիմացության մեջ չգցելու, այո, դրա համար պարտադիր է պետության աջակցությունը, գոնե կարգավորել ոլորտը, որպեսզի եթե ուզում ենք
առաջընթաց ունենալ միջազգային հարթակներում, Ճիշտ հատկապես կետից եւս, այո, որտեղ այնտեղ պետության անուն է հնչում, դրոշ է Երկիրը, բարձրացվում, այո, դա շատ պատասխանատու աշխատանք է, իսկ դա միայն անձով շատ դժվար է անել։ Շատ լավ, եւ Անի ջան, ձեզ նույնպես վերջին հարցի հնարավորություն, ինչ մեսեջ կհղեք այն աղջիկներին, որոնք պատրաստվում են, որոնք երազում են, ուզում են գալ, մասնակցել, վաղը իրենք երկիրը ներկայացնեն։ Խնդրեմ, դուք որպես անմիջական ներսի մասնակից, նաեւ հաղթող։ Սիրով սպասում ենք բոլորին, ես լինելով այնտեղ դասավանդելով աղջիկներին, տեսնելով այդ տրանսֆորմացիաները, որ իրենք են ապրում այդ ընթացքում, եւ կցանկանամ նշել նաեւ մեր վերջին մրցույթի ընթացքում մենք համախմբել էինք աշխարհում տարբեր հայուհիների մեկտեղ, սա եւս մրցույթից զատ հրաշալի շատ երևույթ էր, ունեինք շատ տարբեր երկրներից աղջիկներ, որոնք միավորվեցին եւ պահում են իրենց կապը, անում են իշա Հայաստանի շատ գործունեություն են ծավալում։ Աղջիկներին հրավիրում եք գան եւ մասնակցեն, համարձակ, առանց կաշկանդվելու։ Մի փիլիսոփայություն եմ ինձ համար ձեռք բերել այս ընթացքում, այն աղջիկը, որը սովորում է վստահ քայլել բեմում, նա սկսում է քայլել այդ վստահությամբ կյանքում, բառիս ուղիղ եւ փոխաբերական իմաստով։ Շատ շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու եւ հյուրընկալվելու համար։ Շնորհակալություն։